Խաղաղություն Աստծո ժողովուրդ փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ իր տան մեջ ենք։ Տեր Հիսուս օրհնի բոլորին։ Շնորհակալ ենք Աստծուց։ Ամեն օրվա համար, ամեն ժամի համար, եւ այսօրվա համար, այսօրվա առիթների համար։ Տերը բոլորիդ օրհնի, բոլորի սրտերի մեջ Աստծո խաղաղությունը լինի, Հիսուսի օրհնությունը բոլորիդ վրա, բոլոր ընտանիքների մեջ եւ այսօրվա պաշտամունքին։ Վերենք Տիրոջը այսօրվա բոլոր հոգսերը Աստված օրհնի փառաբանության խմբով, ձեր ներկայությունով եւ ամեն ընթացքով։ Օրհնյալ Աստված, փառք քեզ։ Շնորհակալ եմ քեզանից Հայր, շնորհակալ եմ Աստծո միածին Որդի, որ դու այսօր նորից այս հնարավորությունը տվել ես մեզ։ Սիրելի Հայր, քո առջև ենք եկել ենք քեզ ենք կանչում Տեր Աստված, մեր սրտերը քո առջև ենք բացում, աղոթում ենք քո հայրական օրհնությունը մեր վրա, բոլոր քո ժողովրդի վրա Տեր Աստված, օրհնես տերունական պաշտամունքը, քո ներկայությունով Սուրբ Հոգի Աստված, քո առաջնորդությունով, քո միջամտությունով, որ դու բարձրացնես քո ժողովուրդը, որ դու օծես Սուրբ Հոգով բոլորին մեկ առ մեկ, բոլորի սրտի հոգսերն ու կարիքներն էլ հոգաս Տեր Աստված, Աստծո օրհնությունը քո ժողովրդի վրա լինի, Աստծո խաղաղությունը քո ժողովրդի մեջ լինի, օրվա չարիքը փորձանքը միշտ քո ժողովրդից հեռու լինի, խաղաղությունով լցրա քո ժողովրդին, խաղաղությունով լցրա եկեղեցին Տեր Աստված, առաջնորդի Տեր Հիսուս, ալելույա քեզ, օրհնյալ ես դու Սուրբ Հոգի Աստված, փառք քեզ, օրհնյալ Աստված, շնորհակալ ենք քեզանից, մենք քո որդիներն ենք, մենք քո արոտի ոչխարներն ենք, եկել ենք քեզ փառաբորելու, եկել ենք մեր շնորհակալության խոսքն ասելու քեզ Տեր Աստված, որ դու մեր համար հոգ ես արել, փառք քեզ, արարիչ Աստված, օրհնի Տեր Աստված, հիվանդներին էլ Տեր Աստված ամեն տկարություններից բժշկի, ազատագրի, ամեն նեղյալներին հասի, քո հոգու առաջնորդությունը, քո հոգու խաղաղությունը թող ամեն հոգու մեջ լցվի, Հիսուսի անունով եմ աղոթում Տեր Աստված, փառք քեզ, ալելույա, Ովսանա, ալելույա, Տեր Աստված, պատրաստի ժողովրդից սիրտը Տեր Հիսուս, օրհնի Տեր Աստված, ողորմություն արա, փառք քեզ Տեր, ամեն նեղյալի, ամեն կարիքավորի, մեզ ուղիղ եթերով հետևողներին, բոլորին այցելի են քորտյալ ձեռքերը ամեն տեղ հասնում են, ամեն ընտանիք հասնում է Տեր Աստված, ամեն հիվանդի հասնում է, օրհնի Տեր Աստված բարձրացրու, փառք քեզ, կրկին պաշտամունքը օրհնի, այսօրվա սուրբ պաշտամունքը, տերունական պաշտամունքը օրհնես, փառաբանության խումբը օրհնի, օծի Սուրբ Հոգով Տեր Աստված, ամեն խոսացող եղբորս օրհնի, քո հայրական օրհնությունով, նաև այսօրվա բոլոր միջոցառումները ամեն ընթացքը դու կառավարի, դու առաջնորդի եւ դու փառավորվի, որին արժան ես, Հայր Որդի Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունդ գա, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր, եւ մեզ ների մեր պարտքերը, ինչպես մենք էլ կներենք մեր պարտականներին, ու մեզ փորձության մի տանիր, ապա չարից մեզ ազատիր, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը, հավիտյանս հավիտենից, ամեն, ամեն, Տեր օրհնի բոլորին։
մոտենալ քեզ Հիսուս էլ ավելի հուսում եմ ճանաչել քեզ Հիսուս էլ ավելի որքան մոտենում եմ քեզ այնքան մեծ ես դու որքան ճանաչում եմ քեզ այնքան հասկանում եմ որ սեր ես դու որքան մոտենում եմ քեզ այնքան մեծ ես դու որքան ճանաչում եմ քեզ այնքան հասկանում եմ որ սեր ես Սրբություն ես դու չեմ բաժանվի քեզանից սիրում ես ինձ նոր կյանք ես տալիս հասկանում եմ որ սեր ես դու գթած ու ողորմած ինչ մեծ ես դու սրբություն ես դու չեմ բաժանվի քեզանից սիրում ես ինձ նոր կյանք ես տալիս հասկանում եմ որ սեր ես դու գթած ու ողորմած ինչ մեծ ես դու վեր է ամենից քո գործերը Տեր Հիսուս թույլ տուր որ քեզ սիրքեն թույլ տուր որ
քո Հիսուս վեր է ամենից քո գործերը Տեր Հիսուս վեր է իմ մտքից քո հրաշքները ով Տեր Հիսուս միակն է ուղին որ տանում է դեպ երկիր վեր է իմ մտքից քո հրաշքները ով Տեր Հիսուս միակն է ուղին որ տանում է դեպ երկիր ասա նրան թույլ տուր քեզ երկև այո փառաբաներ թույլ տուր քեզ հպվեմ Հիսուս սիրեմ փառվել թույլ տուր իմ գարով քեզանից առնել երկնային վայել քո մեջ ամեն թույլ տուր իմ գարով քեզանից առնել թող որ բարուրվել քո ներկայության տկարություն ես քեզի պատմեմ հոգուս թափանեմ իրականացնեմ Աչքերս բացեմ միայն քեզ տեսնեմ Հիսուս շուրթերս բացեմ փառաբանությամբ Հիսուս իմ ոտոչը թող ձայնը միշտ լսի ու ճանաչի իմ մտքի մեջ նորոգվեմ իշ խոսքերով իմ ոտոչը թող ձայնը միշտ լսի ու ճանաչի իմ մտքի մեջ նորոգվեմ իշ խոսքերով թույլ տուր քեզ երկեմ ալելույա փառաբանել քեզ Հիսուս սիրեմ փառվել թույլ տուր իմ գարով քեզանից առնել հոգնային վայել քո մեջ ամեն թույլ տուր իմ գարով քեզանից առնել թող որ բարուրվել քո ներկայության տկարություն ես քեզի պատմեմ հոգուս փափանեմ իրականացնեմ թույլ տուր իմ գարով քեզանից առնել թող որ բարուրվել միայն Հիսուս քո ներկայության տկարություններ այո Հիսուս ես քեզի պատմեմ հալելույա հոգուս փափանեմ իրականացնեմ թույլ տուր ես երգեմ ու փառաբանեմ թույլ տուր քեզ հպվեմ սիրեմ փառվել թույլ տուր իմ գարով
Good
կաղուտ մարծաստենք մեր հոգու խորքից ողջ փառքը, պատիվը, օրհնյանքը Տեր միայն քեզ կծառայե, որովհետև դու մեզ գնեցիր քո որդու Հիսուս Քրիստոսի թանկագին արյունով Տեր։ Դու մեզ որդեգրեցիր եւ կանչեցիր քո որդիները։ Մենք այսօր քո երեխաներն ենք Տեր։ Բոլորս, որոնք հավատացել են Հիսուս Քրիստոսի անվան մեջ։ Այո, որովհետև կա միայն մեկ անուն երկրի վրա, որով մենք այսօր կարող ենք փրկվել եւ փրկված կանչված լինել, եւ նա քո որդու Հիսուս Քրիստոսի պատվական անունն է։ Այդ անունն է մեզ փրկել եւ գնել։ Այդ անունն է մեզ համար մի բարձր աշտարակ, որի մեջ մենք այսօր գտնում ենք մեր խաղաղություն, մեր ապահովություն, մեր բժշկություն։ Ամեն ծունկ պիտի խոնարհվի այդ անվան առաջ։ Ամեն ծունկ պիտի դավանի, ամեն լեզու, որ Հիսուս Քրիստոսն է Տեր եւ Աստված։ Այո Տեր, ամեն օրհնություն, ամեն փառաբանություն միայն քեզ կծառայե, որովհետև դու Տեր իջար քո աթոռից, քո գահից եւ մարդացար եւ եկար եւ քո կյանքը Տեր Աստված դու հոժարությունով դրեցիր եւ ոչ թե միայն դրեցիր եւ վերցրիր եւ այսօր դու մեր հաղթական Տեր եւ փրկիչն ես։ Միայն դու ես կարողացել հաղթել մահին, դժոխքին, խավարին։ Մենք ոչինչ չենք խավարի առջև, բայց Տեր քո հետ մենք հաղթող ենք Տեր, որտեղ դու կայտարակեցիր սատանային։ Եվ այսօր Տեր Աստված, դժոխքի բալանիներ այսօր տվեցիր քո եկեղեցուն, քո հարսին, մեզ տվեցիր։ Եվ այսօր Տեր Աստված, մենք դավանում ենք, որ քո կարիքը ունենք մենք, այո, մենք առանց քեզ ոչինչ ենք, առանց քեզ մենք կորած ենք եւ մոլորված ենք, բայց քո մեջ մենք ամեն ինչն ենք, քո մեջ մենք սրբաված, փրկված, քո որդիներն ենք։ Եվ այսօր Հայր, դու գիտես ամեն մեկին, որ այսօր այստեղ գտնված է, դու գիտես իրանց կյանքը, իրանց միտքը, իրանց սիրտը, դու գիտես իրանց բերնի շուրթերի խոսքերը, մինչև որ նրանք ասեն, եւ այսօր դու նրանց սիրում ես, դու այսօր կանչում ես իրանց ապաշխարության, փրկության, որ իրանց հույսը դնեն քո անվան մեջ, մեր բարձր աշտարակ, մեր ապահովություն, մեր զորություն, եւ այո, դու մաշող կրակ ես Տեր, այսօր վարի եւ մաշի մեր մեջից այն բոլոր բաները, որը քեզ չեն հաճեցնում, որ իրեն քեզ հաճելի, մեր սիրելի Տեր եւ Փրկիչ, մեր ողորմած բարի Հայր, սիրում ենք քեզ, պաշտում ենք քեզ, մեծարում ենք քեզ, բոլոր փառքը քեզ կծառայե, հավիտյանս հավիտենից, ամեն։ Միայն քեզ եմ տալիս ողջ փառք
ողջ ազգերի Սրբությամբ ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Աննման Տեր իմ սիրելի Աննման Տեր իմ Իսրայելի Սուրբ ես մեծարված Քո փառքով ես մեծարված Քո փառքով ես մեծարված
գալիս է նա մեզ տանի վեր Սուրբ Երուսաղեմ, որ պատրաստել է մեզ համար Սուրբ Երուսաղեմ Մենք սպասում ենք քեզ Հիսուս մեր փրկիչ եւ արարիչ մեր փրկիչ եւ արարիչ փրկիչ եւ Պարքեստեր, շնորհակալ ենք Մեր սիրո աղբյուր Անհատնում սիրո Հավերժական հոսող աղբյուր Անառիկ սիրո բերդ Պարքես Հավիտենականության Աստված Շնորհակալ ենք Օրհնում ենք քեզ Տեր քո բարձունքում Օրհնում ենք քեզ քո սիրո գահի վրա Տեր Ջինջ ու վճիտ Պարզ եւ զուլալ Սիրո աղբյուր Որ հորդում ես մեր մեջ մեզ վրա մեր միջոցով Շնորհակալ եմ Տեր Որ մեզ հաղորդակից արեցիր Աստվածային քո սիրուն Որ մենք ճաշակեցինք եւ տեսանք որ դու քաղցր ես Հո Պարքես մեր հոգիների սիրահար Հալելույա Տեր Շնորհակալ եմ Տեր Որ մեզ տանում ես քո սրբարանների մեջ Հո շնորհակալ եմ Տեր յուրաքանչյուր պահի համար Սիրելի Սուրբ Հոգի Սիրելի Սուրբ Հոգի շնորհակալ եմ որ սփռում ես այդ սերը մեր սրտերի մեջ Սա միայն քո շնորհքն է, սա միայն քո ձեռքի գործն է, սա միայն քո փառավոր կամքն է, որ երբ որ մենք քեզ թշնամի էինք, դու մեզ սիրեցիր, մեր կողքով անցար, ասեցիր ապրիր եւ մենք կյանք ստացանք։ Ինչպես չգոհանանք քեզանից, սիրելի այր, Ինչպես կարող ենք մենք անտարբեր լինենք նման աստվածային սիրո վերաբերմունքի առջև Ինչպես կարող ենք չկոտրվել քո սիրո հայացքի ներքո Ինչպես կարող ենք չսրբանանք երբ որ դու մեզ սրբացնում ես Պարքես Տեր Օ շնորհակալ եմ Ամեն պահի համար որ տալիս ես մեզ այս երկրի վրա բայց ամենից առավել շնորհակալ եմ այն օրհնյալ պահի համար երբ որ քեզ պիտի դիմավորենք այս աշխարհից այն կողմ Պարքես դրա համար գալիք հույսի համար Պարքես Տեր Լույսի Փարոս Պարքես Տեր Պարքես Տեր Մեր մարդկային խղճուկ բառերով բայց հոգու խորքից ասում ենք շնորհակալ ենք Տեր ասում ենք որ սիրում ենք քեզ սիրում եմ քեզ որովհետև դու սիրեցիր Պարքես Տեր որովհետև դու մեզ արժեքավորեցիր անարժեքից արժեքավորեցիր աստվածային արժանինքներով անհասկանալի մարդկային մտքին բայց այնուամենայնիվ իրականություն եւ ճշմարտություն սրա համար ասում եմ
շնորհակալ ենք։ Մենք ամենքս շնորհակալ ենք քեզանից, մեզ հավիտենապես սիրող, մեր հոգիների սիրահար, փառավոր մեր հայր, որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն եւ ամեն, փառք քեզ Տեր։ Երբ որ մտնում ենք Աստծո ներկայության մեջ, սիրելիներս, գիտեք, շատերի համար դժվար է գալ եւ մտնել Աստծո ներկայության մեջ։ Բայց նրանք, ովքեր որ իրապես հոգով մտնում են հոգու մեջ, նրանց համար դժվար է այնտեղից դուրս գալը։ Նա, ով որ եղել է այնտեղ, գիտի ինչի մասին է խոսքը։ Նա, ով որ ճաշակել է, որ Տերը քաղցր է, նրա համար դժվար է այդ պահից կտրվելը եւ կարծես դուրս գալը։ Իհարկե մենք չենք կտրվում Աստվածային սիրուց, բայց հոգու խորքում յինող այդ երանգների, այդ ելևեժների մեջ լինելով, ինչպես կարող ենք մենք դուրս գանք եւ անցնենք մեր նորմալ մարդկային ճակերտավոր կյանքին։ Այնտեղ լինողները նրանց համար ժամերը անցնում են վայրկյանի պես։ Սակայն նրանք, ովքեր որ Տիրոջը այդպես չեն ճանաչում, նրանց համար այն ճանապարհը, որ պետք է տանի այդտեղ մտցնելու, նրանց համար վայրկյանները ժամեր է թվում։ Նա, ով որ Տիրոջը դեռևս չի ճանաչում հոգու այդ խորը պաշտամունքի մեջ, այնտեղ գնալու համար ամեն վայրկյանը ժամեր է թվում։ Իսկ նա, ով որ այնտեղ է, ամեն ժամը ընդամենը վայրկյանի պես է անցնում։ Եվ սա մեր մեջ կատարողը աստվածային սերն է։ Աստված է, որ իր սիրով հպվում է մեզ եւ արթնացնում է մեր հոգին հաղորդակցվելու աստվածային իր հոգու հետ։ Եթե մենք նայենք Աստվածաշունչը, նա սկզբից մինչև վերջ ամբողջությամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ բաց սիրո նամակ, քեզ սիրող քո ստեղծողից։ Եթե նայում ենք այո Աստվածաշունչը, մենք տեսնում ենք օրինակ երկրորդ օրինաց Deuteronomy 7:9, երկրորդ օրինաց 7-րդ գլուխ 9 համարի մեջ այնտեղ խոսվում է Աստծո սիրո եւ հավատարմության մասին։ Ղևտացոց 19:18, Leviticus 19:18, Աստված պատվիրում է իր ժողովրդին սիրել քո դրացուն, love thy neighbor, սիրիր քո դրացուն, քո կողքին եղողին։ Երկերքոց 6-րդ գլուխ, 8-րդ գլուխ 6-7 համարների մեջ այնտեղ խոսում է սիրո մասին, որը կենտրոնացած է կնոջ եւ ամուսնու միջև։ Առակաց 17-9-րդ համարի մեջ Proverbs 17:9 խոսում է սիրո բժշկարար qualities, հատկությունների մասին, եթե միտք առնենք եւ մտածենք։ Օրինակ Սաղմոս 86:15-ի մեջ Psalm 86:19 Դավիթ թագավորը գովաբանում է Աստծուն իր անսահման սիրո համար եւ այդ տեսնում ենք նրա սաղմոսների մեջ։ Հովհաննես 3:16 Աստծո սերը աշխարհքի համար, ինձ եւ քեզ համար։ Առաջին Կորինթացիս 13-րդ գլուխ 4-ից 7 համարները խոսում է the attributes of love, 1 Corinthians 13:4-7, սիրո հատկանիշների մասին է խոսում, ինչպիսին է սեր, ինչպիսի հատկություններ ունի։
Հովանես 13-րդ գլուխ 34 համարի մեջ Հիսուսը ասեց, որ ես ես մի նոր պատվիրանք եմ տալիս. I give you a new commandment to love each other. Սիրեք մեկը մյուսին։ Եվ հաջորդ համարի մեջ 15 համարի մեջ John 13:35 Հովանես 13:35 Հիսուսը սովորեցնում է, որ քրիստոնյայի կյանքի նշանը նա է, եթե մեկը մյուսին սիրում եք։ Առաջի Հովանես 4 գլուխ 8 համարի մեջ ասում է, որ Աստված ինքը սեր է։ Նրա բնութագիրն է տալիս, նրա էության մասին է խոսում։ Մատթեոս 5-րդ գլուխ 43-ից 48 համարների մեջ խոսվում է, որ մենք պետք է սիրենք ոչ միայն նրանց, որոնց որ հեշտ է սիրել, բայց միջև անգամ սիրիր քո թշնամուն։ Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ առաջի համարը խոսում է Love must be the center of all we do. Սերը պետք է լինի ամեն ինչ որ անում ենք նրա կենտրոնում։ Ինչ գործունեություն որ մենք անում ենք, նրա կենտրոնում պետք է լինի սերը։ Մատթեոս 22-րդ գլուխ 36-ից 40 համարների մեջ խոսում է ամենամեծ պատվիրանքը, որ Հիսուսին հարցեցին, որն է սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո ընկերոջը։ Love your God, քո ամբողջ մտքով, հոգով, զորությունով, կարողությունով եւ սիրիր քո ընկերոջը, love your neighbor, քո անձի պես։ Մի խոսքով մենք եթե ուզենանք ամփոփենք այս ամենը, մենք տեսնում ենք, որ սերը նա կենտրոնական դիրք ունի ամբողջ Աստվածաշնչի մեջ, հին ուխտից մինչև նոր ուխտ։ Մենք պետք է սիրենք Աստծուն եւ պետք է սիրենք մյուսներին, ովքեր որ շրջապատում են մեզ։ Մեզ շրջապատում են անձնավորություններ, որ մեր կարողության կամ մեր ցանկությունից դուրս է։ Օրինակի համար հիմա եթե ես եկել եմ այստեղ, բայց չեմ ուզում ես ինչ անձնավորությունը տեսնեմ, նա էլ է եկել։ Կամ եկել եմ այստեղ եւ կա անձնավորություն, որին որ հեշտությամբ եմ սիրում, նա էլ է այստեղ։ Կան տեղեր, պահեր, իրավիճակներ, որ մեր կոնտրոլից, մեր կարողությունից դուրս է, մեր ղեկավարման այդ դրանից դուրս է, եւ մենք չենք կարող ղեկավարել ովքեր կլինեն մեր շուրջը, բայց Աստծո խոսքը ասում է. սիրիր քո դրացուն, քո կողքը լինողին։ Ուրեմն սա աստվածաշնչային հիմքն է մեզ համար։ Մեր in our culture, մեր աշխարհիկ, այսպես ասած, culture-ի մեջ, կուլտուրայի մեջ կամ culture, հայերեն ասած culture, այն հայերենը չեմ կարողանում տեղը բերել։ Մեր culture-ի մեջ այսպես է, ընդհանրապես աշխարհքի մեջ, աշխարհքը այսպես է ասում սիրո մասին, որ սերը is earned, սերը earned, ձեռքաբերվում եւ ոչ թե ուղղակի հենց այնպես տրվում է։ Նա հենց այնպես չի տրվում նրան, ով որ արժանի չի սիրելու։ Լսել եք այդ տերմինը, նա սիրո արժանի չի։ Այսինքն աշխարհը մեզ սովորեցնում է սիրիր նրան, ով որ արժանի է, բայց ծածկիր սերդ նրանից, ով որ այդ սիրո արժանիքը չունի։ Love those who deserve it and don't shower those who are undeserving. Սերը աշխարհն ասում է, որ կարող ես ընդունել, բայց նրան իրավունք չունես քննադատելու։ Կարող ես սիրել, սերն ընդունել, բայց ոչ քննադատել։ Բայց այդպիսին չէր սիրո օրինակը, որ քայլում էր երկրի վրա, մեր սիրելի Տեր եւ Փրկիչ Հիսուսը, թեև նա շատ խիստ կերպով քննադատում էր փարիսեցիներին եւ դպիրներին, բայց նա դա անում էր սիրուց ելնելով,
հանուն նրանց սիրու, խոսում էր նրանց հետ ճշմարտությունը, որպեսզի նրանք գտնեին հավիտենական փրկություն։ Աստվածաշնչային սիրո այս definition-ը, այս սահմանումը կապ ունի, թե որտեղ եւ ինչ իրավիճակների մեջ կարող ենք լինել, բայց ընդհանրապես աստվածաշնչյան սերը տալիս տրվում է ձրիաբար, անկախ նրանից նա արժանի է թե ոչ. The biblical love is given freely whether deserving or not. It does what is hard, but it is in the best interest of the one who receives it. Այդ սերը անում է այն ինչ որ դժվար է, բայց դիմացինի բարօրության համար է։ Եվ սա Հիսուսը ինքն էր նրա կերպարը. Jesus modeled it. Always loved us, always told us what is best for us, not deserving, but he went to the cross, freely gave us anyways. Հիսուսը ինքը նրա կերպարն էր, այս սիրո մարմնավորում կերպարն էր, որ մշտապես սիրում էր մեզ և ներկայացնում էր մեզ ճշմարտությունը սիրուց ելնելով, խոսելով հավիտենական կյանքի և հավիտենական կորուստի մասին, մեզ սիրուց ելնելով խոսում էր մեզ հետ ճշմարտությունը և անում էր այն ինչ որ մեզ համար ամենալավագույնն է, անկախ նրանից դա մենք հասկանում ենք թե ոչ, և այս իսկ պատճառով այն սերը, որ մենք արժանի չենք, the love that we did not deserve drove him to the cross. Why? Because we were enemies with God. We did not deserve it. Բայց այն սերը, որին որ մենք արժանիքներ չունենք ունենալու, անկախ մեր արժանիքներից, այս սերը նրան տարավ դեպի խաչ։ Ինչի համար? Մեր բարօրության համար։ The undeserved love that we never deserved, being enemies of God, drove him to cross for our goodness, because it was good for us. Այո, դժվար էր նրա համար, բայց բարի էր մեր բոլորիս համար։ Եվ այս սերը, որ Աստված ձրիորեն, առատորեն տալիս է մեզ, նաև պահանջում է կամ he expects us, սպասում է, Աստված ունի այն սպասումը, որ այս սիրով մենք հեղեղենք մյուսներին, որովհետև առաջինը ինքը հեղեղեց մեզ իր սիրով։ Երբ որ խոսում ենք սիրո մասին, ուրեմն հիմնականում 4 սիրո տեսակների մասին է խոսում Աստվածաշունչը, թեև հունարենը ունի շատ ավելի տեսակներ, բայց ընդամենը կուզեմ խոսել 4 կամ 5-ի մասին, 5-րդ ընդամենը կմատնանշեմ։ Ուրեմն 5-րդ սերը, որ առաջինը, որ ընդամենը մի պահ պետք է ասեմ և անցնեմ դրա վրայով, հունարեն բառը հիմա չեմ հիշում, բայց հայերենը կասեմ, հետո եթե կհիշեմ կասեմ, դա ինքնասիրությունն է, սիրելու ինքդ քեզ։ Հունարեն բառը ինքը կարող է լինի և օգտակար և վնասակար։ Հայերենով մենք այն կարող ենք ասել ինքնասեր և եսասեր։ Եվ տարբերությունը շատ մեծ է։ Narcissist, դա եսասիրության բանն է, որ տանում է եսապաշտության, մարդը, որ տարված է ինքը իրենով։ Եսասեր, ինքը իրենով տարված, ինքը իրեն աստվածացրած։ Սա իհարկե այն անձը սիրելու մասին չէ, ինչ որ Աստվածաշունչն է սովորեցնում, սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Սա ուղղակի հակառակն է դրան։ Բայց կա
անձը սիրելու առողջ կերպ։ Գիտեք, մենք շատ անգամ խոսում ենք, դե ես հող ու մոխիր եմ եւ այլն, այո, հող ու մոխիր ենք, եթե կանգնում ենք աստվածային հզորության եւ մեծության առջև։ Բայց Աստված մեզ տալիս է մեկ այլ արժանիք։ Մենք պետք է հասկանանք, որ Աստված ինքը սիրեց մեզ եւ մեզ ստեղծեց իր պատկերով եւ իր նմանությամբ, եւ մեր արժանիքը այստեղից է գալիս։ Եվ մենք կարող ենք սիրել ինքներս մեզ առողջ կերպով։ Այնպես ինչպես որ Աստված է տեսնում մեզ, ոչ թե որ ես հող ու մոխիր եմ, ոչնչություն եմ, այլ ես այն անձնավորությունն եմ, որ Աստված այնքան նշանակություն տվեց, որի համար գնաց խաչ է ելնելու։ Ուղղակի սա չտեսնելը եւ սա չհասկանալը, սա ուղղակի միամտություն կլինի, սա ուղղակի կուրություն կլինի։ Ուրեմն մենք կարող ենք մեզ սիրել աստվածային սիրով, որտեղ թույլ է տալիս այս սերը դիմացինին սիրելու այնպես ինչպես որ մենք հասկանում ենք, որ Աստված մեզ է սիրում։ Ինքն ասեր, բայց ոչ ես ասեր։ Հասկանալի է։ Ուրեմն եկեք խոսենք հաջորդ սիրո մասին, որ հունարենում ասվում է էրոս։ Էրոսը դա ռոմանտիկ սերն է, sexual, սեռական սերն է։ Ստեղից մենք ունենում ենք էրոտիկ բառը։ Եվ էրոս սերը այն գոյություն ունի ամուսնու եւ կնոջ միջև։ Եվ եթե փորձենք նայել, թե ինչպիսին է այս սերը, մենք պետք է նայենք երկերքոցի մեջ, let's look into Songs of Solomon, chapter 8 verses 6 through 7. Chapter 8 verses 6 to 7. Եվ այնտեղ խոսում է Սողոմոնի եւ իր սիրեկանի, իր կնոջ մասին է խոսում։ Եվ ասում է, որ ինձ կնիքի պես դիր սրտիդ վրա, կնիքի պես քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը, դժոխքի պես ամուր է նախանձը։ Նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են։ Այստեղ եկեք շփոթվենք, որ համեմատում է մահվան եւ դժոխքի հետ, որովհետև եթե մարդկային տեսակետով նայենք, սա անխուսափելի բան է մարդու համար, թե մահը եւ եթե դժոխքի նախանձը ասում է ամուր է։ Դժոխքը չի երբեք դադարելու նախանձելուց։ Սրա մասին է խոսում։ Ուզում է ցույց տալ, որ ինչպիսի հիմնավոր է սերը։ Նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են։ Շատ ջրերը չեն կարող հանգցնել սերը։ Եթե կրակ է, ասում է, եթե նա բոցավառ կրակ է, ինչքան էլ ջուր գա, նա չի կարող հանգցնել։ Որ ուղղակի հակառակն է, որ կատարվում է աշխարհում, յուրաքանչյուր կրակի համար ջրով ենք հանգցնում։ Բայց այս սերը ջուրը չի կարող հանգցնել։ Եվ գետերը նրան չեն ընկղմի։ Եթե մի մարդ իր տան բոլոր կայքը տա սիրոտեղ, անարգելով կանարգեն նրան։ Դու չես կարող նրան գնել, չես կարող նրան առնել, ոչ մի պրոբլեմ, ոչ մի փորձություն, ոչ մի խնդիր չի կարող ոչնչացնել այս սերը։ Այս սերը սա խոսում էր Սողոմոնի եւ իր սիրեկանի միջև, իր ամուսնու միջև եղած սիրո մասին։ Սա էրոս սերն է, էրոս։ Կրկոտ, ռոմանտիկ սերն է։ Եվ այստեղ տեսնում եք նրա խորությունը, որ ոչ մի փողով նրան չես կարող գնել։ Եվ սա այն էր, ինչ որ Սողոմոնը եւ իր սիրելին ունեին իրար նկատմամբ։ Եթե մենք զգույշ չլինենք այս սիրո նկատմամբ, տեսեք աշխարհը այս էրոս սերը, որ Աստված տվել է մարդկությանը, որպեսի այն կիրառվի միայն ամուսինների միջև, ասեցին, չէ, սա հարաբերական սերն է, իրար հետ շփվող սերն է,
Ֆիզիկական սիրո մասին է խոսքը։ Ծննդոցի մեջ ասում է, եւ Ադամը գիտեցավ իր կնոջը։ Թագին Adam knew his wife։ Սրա մասին է խոսքը։ Բայց մենք տեսնում ենք, որ եթե այն վերցվում է աստվածային տրված իր իրավիճակից, միայն ամուսինների մեջ այն կարող է լինել եւ աշխարհը ընդարձակում է նա եւ դարձնում է ուղակի սեռերի մեջ եւ միջև անգամ ոչ հակառակ սեռերի, բայց միջև անգամ միևնույն սեռի մեջ մենք տեսնում ենք, որ այդտեղ շատ վնասներ կարող են կալ։ Ուրեմն էրոս սերը ճիշտ օգտագործվելու դեպքում նա համարվում է օրհնություն, բայց սխալ օգտագործման դեպքում նա կարող է տանել մահվան։ Առաջի Կորինթացից 5-ից 7 եթե կարդաք առաջի Կորինթացից 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխները, if you read 1 Corinthians chapters 5, 6 and 7, այնտեղ խոսում է նման սիրո մասին։ Եվ այն նման սերը չարաշահելու եւ սխալ օգտագործելու մասին եւ նրա վտանգների մասին, potential dangers and pitfalls, նման վտանգների մասին այս սիրո։ Բայց Աստվածաշունչը այն նկարագրում է գեղեցիկ եւ հաճելի եւ լավ պարգև տված Աստվածանից, եթե այն օգտագործվում է ամուսնական շրջանակների մեջ։ Եթե այս էրոս սերը արթնանում է ավելի շուտ քան ամուսնությունը, if eros love is awakened early outside of marriage, awakened early, it brings harm and danger. Նա վնաս եւ վտանգ է բերում իր մեջ։ Անբարոյականությունը մեղք է, immorality is sin։ Սրա մասին խոսք չկա։ Նրանք, ովքեր որ երեքշաբթի օրը Bible study-ում եղել են, այնտեղ մենք խոսել ենք շնության եւ պոռնկության, նրանց տարբերությունների եւ մնացած հիմա դրա մասին չեմ խոսելու։ Եթե հետաքրքրում է, հարցրեք նրանց, ովքեր որ երեքշաբթի օրը այնտեղ են եղել, գտնում են, որ մեծ շինություն կբերի։ Բայց Աստված զգուշացնում է մեզ էրոս սերից, որպեսի պահպանի մեզ, սխալ օգտագործումից է զգուշացնում, որպեսի պաշտպանի ինչը, մարդու marriage, ամուսնական կյանքը, բարի, ֆիզիկական մարմինը, psychological state, նրա հոգեբանական իրավիճակը եւ պաշտպանի society, հասարակությունը։ Սխալ օգտագործելու դեպքում վնաս է կրում եւ ամուսնությունը, եւ ֆիզիկական անձը, եւ հոգեբանորեն, եւ ներքին եւ մտածմունքային աշխարհն է խառնվում եւ սրա հետևանքով նաեւ հասարակությունն է փչանում։ Եվ սրա նկատմամբ մարդ կարող է ունենալ հաղթություն Աստծո միջոցով։ Ուրեմն, երկրորդ սիրո մասին, որ կուզեմ խոսել, դա ֆիլեո սերն է։ Ֆիլեո։ Մենք հայերենը բոլորը սեր է ասում, տարբերություն չի դնում, բայց ֆիլեո մենք պետք է կողքից ուրիշ բառ ավելացնենք, որ հասկանանք նշանակությունը։ Ֆիլեո սերը սա friendship. It's friendship love, it's brotherly love. Սա եղբայրական սեր է, սա ընկերական սեր է, բայց սա ոչ թե հասարակ ընկերական սեր է, բայց շատ ամուր ընկերական սեր է։ Երբ որ ասեմ եղբայրական սեր, չի նշանակում միայն եղբայրները։ Եղբայրական սերը սա տերմին է, սերի հետ կապ չունի։ Եթե կարող եմ ես լինել Քրիստոսի հարսը, մեր քույրերն էլ կարող են ունենալ եղբայրական սեր։ Սրանք սերի հետ չի կապնված, ուղղակի տերմին է։ Հասկանալու համար, որ patriarchal այդ հասարակության մեջ, երբ որ խոսում են տղամարդու մասին, կինը իր մեջ ընդգրկված էր։ Դրա համար ասում ենք եղբայրական սեր, հասկանալով, որ կինն էլ նրա մեջ է։ Կամ սիրել մեկը մյուսին։ Ուրեմն, ֆիլեոն, այս ֆիլե բառից մենք ստանում ենք օրինակ philanthropy, մարդասիրություն, philanthropy, մարդասիրություն, ստանում ենք philharmonic,
Ֆիլ սեր, հարմոնիկ հարմոնիա, ներդաշնակություն։ Այսինքն երաժշտության սեր, ֆիլհարմոնիկ, երաժշտության սեր։ Ֆիլադելֆիայի եկեղեցին, քաղաք, որը ճանաչվում էր Ֆիլադելֆիա, եղբայրական սեր։ Նրանք իրար երևի ավելի շատ են սիրում, քան թե մնացածները։ Իրար հետ ավելի սիրո կապերով կապնված են։ Հովհաննես 13:35-ի մեջ ասում է հետևյալը. «Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա ֆիլեա ունենաք»։ Ոչ թե սեր ունենաք, ինչ տեսակի սեր։ Ֆիլեա։ Եղբայրական սեր ունենաք։ Սրանով կգիտենա աշխարհը, որ դուք իմ աշակերտներն եք։ Եթե իրար վրա այս եղբայրական, այս ընկերական սերը ունենաք, ֆիլիա սեր ունենաք իրար նկատմամբ։ Ուրեմն այս տեսակի սերը օգնում է մարդկանց հասկանալու, որ մենք Քրիստոսի աշակերտները եւ հետևողներն ենք։ Օրինակի համար սա շատ ամուր ընկերական սեր է, ընկերական սեր, ամուր ընկերական սեր է, որ նա կարող է դիմակայել ամեն փորձությունների եւ երբեք it never wavers. It goes through thin and thick. It's a strong friendship love through thick and thin and never wavers. Եվ նա երբեք չի երերում։ Նա երբեք չի կոտրվում։ Օրինակի համար նման սիրուն մենք հանդիպում ենք Դավիթի եւ Հովնաթանին, David and Jonathan, Saul's son։ Նրանք իրար սիրում էին այս ֆիլեո սիրով, եղբայրական, ընկերական սիրով։ Մենք շատ անգամ զգում ենք այսպես ջերմություն նրանց նկատմամբ, ում որ գիտենք, ճանաչում ենք, բայց նրանց ում որ չգիտենք եւ չենք ճանաչում, այդ նույն ջերմությունը չունենք, այդ սիրո ջերմությունը նրանց նկատմամբ չունենք, ում որ չենք ճանաչում։ Տեսեք, օրինակ Աստված Աբրահամին կոչեց իր ընկերը։ Մենք ընկեր, այդ սիրով էր կապված, անկոտրելի, յուրաքանչյուր ինչ փորձություններով էլ որ անցներ Աբրահամը, Աստծո բարեկամ, չէ, ասում Աստծո բարեկամ, այդ բարեկամ, այդ ընկեր, այդ սիրով կապնված, արդյոք ես եւ դու այսօր կապնված ենք մեր Աստծո հետ այսպիսի սիրով, այսպիսի ընկերական եւ բարեկամական սիրով, որ անկախ նրանից, թե մենք ինչ երևույթների միջով կանցնենք, նա երբեք չի խարխլվի։ Տերը մեզ տալիս է այսպիսի սեր, ֆիլեո սեր։ Արդյոք այս ֆիլեո սերը միայն նրանց նկատմամբ է, ովքեր որ մենք տեսնում ենք եւ ճանաչում ենք։ Օրինակ Գաղատացիս 5:14-ը Galatians 5:14 ասում է, որովհետև բոլոր օրենքը այս մեկ խոսքի մեջ է կատարվում. Քո ընկերին սիրիր քո անձի պես։ Բայց այստեղ ոչ թե հունարենը ոչ թե օգտագործում է ֆիլիո բառը, սիրիր քո ընկերոջը քո անձի պես, այլ օգտագործում է ագապե բառը։ Որ հետո կխոսենք ագապեի մասին, բայց մենք տեսնում ենք, որ վերցնում է ագապե սերը, սա սիրո մի այլ տեսակ է, սա աստվածային սեր է, եւ վերագրում է ընկերոջը։ Սիրիր նրան, քո ընկերոջը, եւ մեզ թվում է, թե մենք պետք է սիրենք ֆիլիո սերով, եղբայրական սիրով, ընկերական այդ անկոտրում սիրով, բայց Տերն ասում է, նա քո ընկերն է, բայց նրան սիրիր ագապե սիրով, աստվածային սիրով։ Ուրեմն տեսնում ենք, որ Աստված այս հարաբերությունների մեջ է բերում ավելի գերադաս մի բան։ Ուրեմն այստեղ այս սերը, այս ֆիլիո սերը նա ոչ միայն մեր ընկերների համար է, այլ Հիսուսը բացատրեց, թե ով է քո ընկերը։ Հիշում եք Սամարացու պատմությունը։ Արդյոք այդ Սամարացին Հիսուսը որ օրինակը բերեց,
նա օրինակը երբ որ Հիսուսը բերեց, Հիսուսը խոսում էր փարիսեցու, այդ քահանայի եւ սամարացու մասին, որոնք թշնամի էին կարծես իրար, ատելով ատում էին իրար։ Բայց Հիսուսը այստեղ ասում է այդ սամարացու համար այն հրեան, որ վնասված էր, վիրավորված էր, ինքը նրան չէր ճանաչում, բայց նրան սեր ցույց տվեց։ Ընկերական սեր։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ այս ընկերական սերը տարածվում է ոչ թե միայն սիրիր քո ընկերոջը, որ ասենք հիմա մի քանի հոգի իմ շրջանակի մեջ են, որոնց հետ շփվում եմ, նրանք են իմ ընկերը, ոչ։ Այս սերը տարածվում է ողջ աշխարհի վրա։ Սիրիր նրանց, ինչպես որ հայրը սիրում է։ Որովհետև նա սիրեց քեզ, երբ որ դու դեռ նրան չէիր ճանաչում, երբ որ ես նրան չէի ճանաչում, ինքը սիրեց ինձ առաջի հերթին։ Եվ հիմա ասում ես ես սիրում եմ նրան, որին դու չես ճանաչում։ Հիմա մենք պարտք ենք աշխարհին սիրելու այդ սիրով։ Նրան որպես մեր ընկերը ճանաչելու, որովհետև հայրը սիրում է նրան ոչ թե որպես միայն մարդ, այլ հայրը նրան նայում է, որ նա հավիտենական հոգի է եւ ուզում է, որ այս հոգին փրկություն գտնի։ Եվ մենք պարտավոր ենք այս ֆիլե սերը տարածել աշխարհի վրա եւ սրանով կիմանան։ Այս ֆիլե սերը ինչպես է մարդը իմանում, երբ որ դու նրան ցույց ես տալիս քեզ չճանաչված անձնավորությանը, the stranger, անծանոթ մեկին, երբ որ դու նման սեր ես ցույց տալի, նա հասկանում է, որ դու Քրիստոսի աշակերտն ես, նրա հետևողն ես, նրանից ես սովորում, նրանից ես ուսուցանվում։ Ուրեմն ֆիլե սերը սա ոչ միայն մեր ընկերների, այլ նաև ամբողջ աշխարհի համար է։ Այս սերը, տեսեք, երբ որ Հիսուսը Պետրոսին ասում է Հովանեսի վերջի գլխի մեջ, Հիսուսը երբ որ Պետրոսին ասում է Պետրոս, դու ինձ սիրում ես, ասում է Տեր սիրում եմ։ Նորից է հարցնում։ Պետրոս, դու ինձ սիրում ես, Տեր քեզ սիրում եմ։ Պետրոս, դու ինձ սիրում ես։ Ասում է Պետրոսը կարծես թե վիրավորվեց, տրտմեց, Տեր, դու գիտես, որ քեզ սիրում եմ։ Բայց եկեք կարդանք հունարեն։ Պետրոս, դու ինձ սիրում ես ագապե սիրով, աստվածային սիրով։ Պետրոսի պատասխանը. Տեր, ես քեզ ֆիլեո սիրով եմ սիրում, եղբայրական, այդ ընկերական սիրով եմ սիրում։ Նորից, Պետրոս, դու ինձ ագապե սիրով սիրում ես։ Պետրոսի պատասխանը. Տեր, ես քեզ ֆիլե սիրով եմ սիրում։ Եվ Հիսուսի երրորդ հարցը. Պետրոս, դու ինձ ֆիլե սիրով սիրում ես։ Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ ֆիլե սիրով։ Եղբայրական, ընկերական սիրով։ Պետրոսը ոչ մի անգամ չի նշում, որ սիրում է Տիրոջը աստվածային սիրով, ագապե սիրով։ Նրա համար ամենաբարձրագույն սերը միգուցե նա որ գիտեր եւ ճանաչում էր, միգուցե իր եւ Հիսուսի միջև այս ընկերական, ինչպես ասենք Դավիթի եւ Հովնաթանի մեջ, ինչպես Աստծո եւ Աբրահամի մեջ, միգուցե նա սրանից ավել սերը չէր ճանաչում եւ չէր էլ պատկերացնում։ Եվ Հիսուսը նրան հարցնում է երկու անգամ, եւ Հիսուսն ասում է. ինձ ավելին է պետք։ Ինձ ագապե սերն է պետք, ավելի քան ընդամենը ֆիլեո, ընկերական սերը։ Բայց ի վերջո Հիսուսը հարցնում է. սիրում ես ինձ այդ չափով, այո, ասում է մնա դրա մեջ։ Մնացածը ինքը հետո պիտի անի։ Հետո կհասկացնեմ քեզ, թե ինչ է նշանակում ագապե սերը։ Երրորդը, որ ուզում եմ խոսել, դա ստորգե սերն է։ Ստորգե, որ նշանակում է ընտանեկան սեր, ընտանիքի սեր։ Սա մի սեր է, որ գալիս է բնական։ Storge is the family love. It comes naturally. Սա բնական է գալիս։ Ուղղակի ծնողը սիրում է իր երեխային,
Երեխան սիրում է ծնողին։ Քույր եղբայրներ իրենք սիրում են իրար։ Սա բնական սեր է, որ գալիս է առանց որևէ մի բան անելու։ Ընտանիքի սեր։ Օրինակ երեխաները ծնողների նկատմամբ ինչպիսի հարաբերություն ունենք մենք, ովքեր որ ունենք ծնողներ, ինչպիսին է մեր հարաբերությունը մեր ծնողների նկատմամբ։ Իհարկե, տարբերություն կա տարիքային, ասենք, մարդու իրավիճակի մեջ լինող, նրանք ասենք, ովքեր որ երեխաներ են, նրանք ովքեր որ արդեն հասուն անձնավորություններ են, նրանք ովքեր որ ամուսնացած եւ առանձնացած են, սրա մեջ տարբերություններ կա, բայց երեխան ծնողին սիրում է եւ նա ցույց է տալիս ինչով Աստվածաշունչն ասում է հնազանդվել, հնազանդությունով։ Ուրեմն սա մի սեր է, որ գործողություն է դրվում այո նաեւ հնազանդվելով։ Երբ որ մեծանում են, ավելի շատ ոչ թե նա հնազանդվելու կերպարանք ունի, այլ ավելի շատ not when a person starts growing up, becomes more mature, it changes in a sense from being obedient to honoring more. Honoring. Եվ նա սկսվում է փոխվել արդեն հնազանդությունից, թեքվում է ավելի շատ honor, պատիվ տալ։ Այս սերը փոխվում է եւ դառնում է ավելի շատ պատիվ տալ։ Օրինակ, նրանք իրենց տարիք հառած ծնողներին աշխարհը կարող է շատ դեպքերում, եթե մարդը լինում է եսասեր, ծնողները իրենց համար դառնում են բեռ։ Բայց եթե ունենք մենք ստորգե ընտանեկան սեր, ծնողները երբեք բեռ չեն դառնում։ Դու սիրով կատարում ես նրանց համար քո պարտականությունը։ Եվ սա պարտականություն է, որ դու սիրով ես կրում։ Հոգում ես քո ծնողների համար։ Սա արդեն կարծես ավելի խորն է գնում տարիքի հետ։ Եվ նույնն է նաև ամուսնության մեջ։ Ընտանեկան սերը նաև ամուսնության մեջ է կիրառվում։ Օրինակ Բիլի Գրեմը ասում էր, որ երբ որ իմ երկու աղջիկները, հələ դեռ չգիտեմ քանի հատ աղջիկներ են, մի քանի հոգի, գնացել են ինչ-որ միտեղ 12-13 տարեկան են։ Ասում է, հարցրեցի, ասեցի, դուք երբեք մտածում եք ամուսնանալու մասին։ Ասում է, ասենց դե գիտես, արդեն 12 տարեկան է, պապա, ինչ ես ասում, բան։ Ասում է, ասեցին, բայց հա, մեկ-մեկ մտածում ենք։ Ասում ասեցի, եթե մտածում եք, ուրեմն նրանք կան եւ կենթանի են։ Նրանք հիմա գոյություն ունեն։ Ասում է, հա։ Ասում է, իսկ դու աղոտ կանում ես նրանց համար։ Շատերը աղոտ են անում, որ Աստված իրանց մյուս կեսին բերի, բայց միջև բերելը աղոտ կանում ենք նրա համար։ Տեսեք, ուրիշ բանա բերելը, բայց ուրիշ բանա նրա համար աղոտ կանել, որ այդ պահին Աստված նրան պահի, այն մեկին, որին որ դեռ չես ճանաչում եւ չգիտես։ Ընտանեկան սեր։ Եվ այս ընտանեկան սերը միայն ոչ թե ընտանիքի ամիջական, ֆիզիկական ընտանիքի համար է, այլ նա տարածվում է նաև Քրիստոսի մեջ եղող մեր հոգևոր ընտանիքի համար։ Ստորգե սերը նա կարող է լինել նաև հոգևորների միջև, որպես մեկ ընտանիք։ Եթե մենք սիրում ենք մեր ընտանիքի անդամներին, որովհետև նույն արյունակիցն ենք, բայց հոգևոր դաշտի մեջ մենք նույն Քրիստոսի արյունով ենք կապված իրար։ Հետևաբար մենք ունենք ստորգե ընտանեկան սերը նաև իրար մեջ, մեկս մյուսի հանդեպ։ Օրինակ Հռոմեացիս 12-րդ գլուխ 9-10 համարները Romans 12:9-10 ասում է, որ սերը առանց կեղծավորության, չարնատեցեք, բարին հետևեցեք։ Եղբայրասիրությունում իրար վրա գթած եղեք, պատիվ տալու մեջ իրար առաջ անցեք։
Ստեղ երկուսն են խոսեց սիրո մասին, ասում է թող սերը լինի առանց կեղծավորության եւ եղբայրասիրության մեջ իրար վրա գթած եղեք։ Եկեք հունարեն նայենք, որ սիրո մասին է խոսում։ Եվ ագապե սերը, աստվածային սերը առանց կեղծավորության լինի ձեր մեջ։ Եվ հետո տեսնում ենք, որ ասում է philostorgy, phile եւ storge, եղբայրասիրություն, phile, եղբայրասիրություն եւ storge, ընտանեկան սեր։ Այս բառը, որ հայերեն թարգմանված է եղբայրասիրություն, ասում է այդ ընկերական եւ ընտանեկան սեր։ Եղբայրաընտանեկան սեր ունեցեք իրար վրա եւ գթած եղեք։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք մեկս մյուսի նկատմամբ պետք է ունենանք որպես թե ընտանիքի եւ եղբայրական այդ ընկերական սերը կարծես թե շահկապված, իրար կապած եւ իրարից անբաժանելի։ Մենք իրար պետք է սիրենք այսպիսի սիրով։ Մենք պետք չէ ունենանք միայն ֆիլիա սերը եւ ոչ էլ միայն ստորգե, այլ նրանք պետք է իրար հետ մեկացված լինեն եկեղեցու անդամների մեջ։ Մենք պետք է հասկանանք, որ իրար սիրում ենք, այո, որպես դրացին իմ անձի պես, բայց նաեւ սիրում ենք իրար ընտանեկան սիրով։ Սա է Աստծո ընտանեկան սերը։ Եվ սա մեզ բերում է վերջին տեսակին ագապե սիրո մասին, որ սա this is the highest kind of love. Սա ամենաբարձր տեսակի սերն է, աստվածային սերը։ Սա այն սերն է, որ Աստված ունի մեր նկատմամբ. This is the kind of love that God has for us. Աստվածային սեր, sacrificial, perfect, unconditional, incomprehensible to us. Աստվածային սեր, զոհաբերող սեր, կատարյալ սեր, անվերապահ սեր։ Անվերապահ, unconditional. Հովհաննես 3:16-ի մեջ ասում է, որովհետև Աստված այնպես ագապե սիրեց մեզ, ագապե սիրով, աստվածային սիրով սիրեց մեզ, որ իր միածին որդին տվեց։ Աստվածային սերը, ագապե սերը նա զգացմունք չի, ինչպես մնացած 3 սերը կարող են լինել։ Աստվածային սերը, ագապե սերը նա ոչ թե զգացմունք է, այլ նա գործողություն է։ Աստված սիրեց, երբ որ մենք արժանի չէինք, եւ Աստված եկավ եւ մարդացավ, եւ գնաց եւ ելավ խաչը, եւ մեռավ եւ հարություն առավ, որպեսզի մեզ նորից իր հետ հաշտեցնի։ Բոլորը գործողություն էր։ It's full action։ Այնտեղ պարտադիր չէ զգացմունքներ լինի։ Ագապե սիրով կարող ես սիրել առանց զգացմունքների։ Այս սերը shapes and changes us, and as it pours into us. Նա մեզ ձև է տալիս եւ փոխում է մեզ եւ որ հոսում է մեր մեջ եւ նա մեր միջից հոսում է մյուսների մեջ։ Սա միակ սերն է, որ կարող է ազդել մնացած բոլոր սիրո տեսակների վրա։ Աստվածային ագապե սերը նա կարողանում է ազդել մնացած բոլոր սիրո տեսակների վրա։ This is the agape love has the ability to influence all other types of loves. Մնացած սերերը նրանք իրենցով հիանալի են, բայց կարճ են գալիս։ Բայց երբ որ մնացած էրոսը, ֆիլեն, ստորգեն, երբ որ նրանք շաղախվում են աստվածային սիրով, արդեն մի ուրիշ որակ են ստանում։ Նա գերբնական է, it's supernatural, so deep, so high, so wide, so long, many dimensions.
նա գերբնական է, նա շատ խորն է, շատ բարձր է, շատ լայն է եւ շատ երկար է։ Եվ եթե հիշենք Հերոս եղբոր այդ քարոզը, որ խոսում էր խորության, բարձրության, լայնության եւ երկարության մասին, կիմանանք թե խոսքը ինչի մասին է, դրա ժամանակը հիմա չունենք։ Աստված այս սերը, ագապե սերը տարածում է մեզ վրա, անկախ նրանից մենք ապստամբում ենք, թե չէ, մեղք ենք գործում, թե չէ, նրա հետ թշնամի ենք դառնում, թե չէ, կոտրում ենք նրա պատվիրանքները, թե չէ։ Ինքը համենայն դեպս տալիս է իր որդուն, անկախ ամեն ինչից, որ մենք անում ենք, ինքը մեզ սիրում է, մի բան, որ բառը մարդկային բառերը երբեք չեն կարող նրան նկարագրել։ Աստվածաշունչը մեզ ասում է այն պահից, երբ որ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին որպես մեր Տեր եւ Փրկիչ, Հռովմայեցիս 5-րդ գլուխ 5-րդ համարը, Romans 5:5, Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռովը, որ տրվեցավ մեզ։ Որ սիրո մասին է խոսքը։ Ֆիլե Աստվածային, Աստծո ագապե սերը, Աստվածային սերը փռված է մեր սրտերի մեջ։ Հիմա հարց, ինչպես կարող է մարդը Աստվածային սիրով սիրել։ Հնարավոր բան է դա։ Մարդկորեն ոչ։ Եթե մտածենք, եղբայր ջան, քույրիկ ջան, գնաների, ադե չեմ կարողանում ներեմ, որովհետև հնարավոր չի։ Սիրի քո թշնամուն։ Ախր էսի անգլերեն օքսիմորան ասում։ Եթե թշնամի է, ինքը իրեն հակադժող է։ Եթե թշնամի է, ո՞նց սիրես։ Եթե սիրում ես, թշնամի չի կարող լինել։ Թշնամին է նա, որին որ չես սիրում, եւ ինչ վատ բան կա, նրան ուզում ես որ լինի։ Դա լավ թշնամի։ Բայց Աստված ասում է, սիրի նրան։ Սա մարդկային չի, սա գերբնական է։ Եթե մարդը չի կարողանում անել, ուրեմն նրա մեջ դեռևս ագապե սերը չի գործում։ Որովհետև ագապե սերը դա unconditional սեր է, նա անվերապահ սեր է։ Նա իրեն չի պահում որևէ մի բանից։ Նա իրեն հանձնում եւ տալիս է, ինչպես Աստված իրեն տվեց ինձ եւ քեզ, երբ որ մենք դեռ թշնամի ենք նրան։ Ինչպես այսօր տալիս է աշխարհին, որը որ դեռ թշնամի է իրեն։ Ուրեմն սիրելիներս, Աստծո սերը փռվում է մեր սրտերի մեջ։ Ուրեմն եթե մենք սկսում ենք լցվել Աստծո սիրով, եւ այս Աստծո սերը սկսում է ազդել մնացած բոլոր մեր ունեցած սերերին։ Օրինակի համար, ամուսինները կարող է իրար հետ վիճաբանության մեջ են, կռվում են, չէ՞։ Բայց դժվար է այդ պահին սիրելը, ասենք, որ պատկերացնում ես, չէ՞։ Բայց Աստվածային սերը թույլ է տալիս մեզ մի պահ այդ իրավիճակից, ոնց որ այդ switch-ը անջատում միացնում ես լույսը, չէ՞։ Այդ վիճաբանության, այդ կռվի, այդ կոպիտ ասած իրար հետ կրծելու պահին, հա՞, մի քիչ մեր հայկական ձևով ասելու, դու կարող ես, քանի որ դու ունես Աստվածային այդ սերը, որը որ unconditional է, նա հոգու մեջ է կատարվում։ Եթե մենք գժտվում ենք մարմնի եւ շնչի մեջ, Աստվածային սերը, որ գործում է հոգու մեջ, թույլ է տալիս քեզ այդ պահից դուրս գալու մի պահ եւ քո դիմացինին նայելու Աստծո աշկերով։ Եվ որ պահին, որ դու սկսեցիր նայես Աստծո ագապե աշկերով, միանգամից դա վերանում է։ Ահա Աստվածային սերը, երբ որ նա ազդում է էրոսի վրա, կրքոտ սիրո վրա։ Նա եթե կրքոտ սիրո վրա ազդում է, այս անձնավորությունները երբեք անհավատարիմ չեն լինի իրենց ամուսնական կյանքի մեջ։ Ինչի համար են շատ ամուսնություններ, բաժանություններ լինում եւ դժբախտանում, որովհետեւ նրանք ուշադրություն են դարձնում սկզբից էրոս սիրո վրա, կրքոտ, այդ passionate սիրո վրա։ Բայց կա ժամանակ, որ դա թուլանում է,
կարծես թե անցնում է։ Այս էրոս սիրո վրա աշխարհի եղած իրավիճակները, հոգսերը, դժվարությունները ազդեցություն կարողանում է թողնել։ Եվ երբ որ մի որոշ ժամանակ հետո նրա ազդեցությունը անցնում է, մեկ է տեսնում ես, որ խնդիրներ սկսես մեջտեղ գալ։ Որովհետև էրոսին կծված չէր, նրան կպած չէր, նրան չէր փաթաթել ագապեն, աստվածայինը։ Ուրեմն այո, կրկոտ սերն անգամ նա կարիք ունի աստվածային սիրո, ագապե սիրո։ Ընտանեկան սեր։ Այո, կարող ենք սիրել որպես քույր եղբայրներ, բայց ինչքան պատմություններ գիտենք, որ ինչ եւ ինչ պատճառներով ընտանիքի անդամները այն աստիճան են գժտվում իրար, միջև անգամ մեկը մյուսին սպանության է հասցնում։ Լսել եք, նման շատ պատմություններ կան, անուններ չտան։ Միջև անգամ այս ընտանեկան սերը ազդվելով հարստության կամ փողի կամ ֆեյմ, անունի կամ ինչի համար կարող է իրարից բաժանել։ Կարող է բաժանել ծնողների երեխաներից, երեխաները մեկը մյուսից, բայց եթե նա ագապե սիրով է կապնված, նրա վրա ոչինչ ազդեցություն չի կարող ունենալ։ Եվ նույնը եղբայրական այդ ընկերական սիրո նկատմամբ։ Կան ընկերներ, որ իրար համար կարծես թե կյանք կտան, բայց երբ որ պահը եկավ, որ հանկարծ մեկը ինչ որ մի խոսք է ասել, եւ սա շատ խիստ վիրավորվեց։ Եվ տեսնում ես, որ այս ընկերությունը միանգամից փուլ եկավ, քանդվեց։ Որովհետև այս երեք սերերը պահանջում է, ինչպիսի վերաբերմունք ցույց է տալիս, պահանջում է դիմացինից նույն վերաբերմունքը։ Եվ եթե երկար ժամանակ, մի որոշ ժամանակ կարող է դիմանա, բայց կգա մի պահ, որ այդ դիմանալու թելը կտրվում է։ Բայց եթե ագապե սերը, աստվածային սերը իշխում է սրանց վրա, այնտեղ մենք ունենք վստահություն։ Աստվածաշնչի մեջ ասում է, սիրո մեջ վախ չկա։ Ո՞ր սիրո մասին է խոսում։ Ագապե սիրո մեջ վախ չկա։ Աստվածային սիրո մեջ վախ չկա։ Եթե աստվածային սերը իշխում է մնացած բոլոր սերերի վրա, ինքնասիրության, եղբայրասիրության, կրքոտ, ընտանեկան, ուրեմն այնտեղ կա վախ չկա, հաստատություն է։ Ուրեմն սիրելիներս հասկանում ենք, որ Աստվածաշնչի հիմնական, կենտրոնական, առանցքային այդ ուղերձը, մեսեջը դա սերն է։ Եվ սրանից ամենագերագույնը աստվածային սերն է։ Աստվածային սերը նա միայն Աստծո համար չէ, որովհետև ասում է, որ աստվածային սերը փրվեց մեր սրտերի մեջ։ Մենք excuse չենք ունենա վերջին օրը։ Մենք չենք կարող վերջի օրը, երբ որ կանգնենք Տիրոջ առջև, ասենք, այս մեկին չէի կարողանում սիրեի, այն մեկին չէի կարողանում սիրեի։ Որովհետև Աստվածաշունչն ասում է, ես քեզ տվեցի այն սերը, այն ագապե սերը, որ ես ունեմ իմ մեջ։ Հիմա ինչպես դու չէիր կարողանում սիրեիր։ Եվ այն ժամանակ մենք կմնանք անպատասխան։ Ոչ ոք չի կարող պատասխան տալ այդ վերջի օրը։ Մենք կմնանք անպատասխան Տիրոջ առջև։ Բայց եկեք հասկանանք, որ եթե մենք թույլ տանք եւ տրվենք Սուրբ Հոգուն, որ փռի մեր սրտերի մեջ աստվածային սերը, նա ոչ միայն նա այնքան կարողություն ունի, որ նա ոչ միայն մենք ենք ճաշակում մեր ներքին սենյակում, այլ նա լցնում է իմ բաժակը խիստ լեցուն է եւ թափվում է եւ հոսում է եւ սկսում է դիպչել աշխարհին, դիպչել եկեղեցու անդամներին, իմ ընտանիքի անդամներին, կլինի քույր եղբայր, կեսուր կեսրար, աներ զոնքաջ, բոլորին ծածկում է։ Բոլորին ծածկում է աստվածային սերը։ Բոլորին ծածկում է։ Աստված քեզ տվել է այդ սիրո կարողությունը։ Ուրեմն մենք հասկանանք սրա կարևորությունը, արժեքավորենք սրան, տրվենք Սուրբ Հոգուն, որ սերը կատարելապես գործի
մեր մեջ։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի, սիրելիներս, գոհանանք Աստծուց այս սիրո համար, որ նա չի պահում իրեն, այլ տալիս է մեզ։ Փառք ես սիրելի Հայր, շնորհակալություն ենք հայտնում քեզ Տեր, նման անհասկանալի, բայց իրական այս սիրո համար։ Վեր է ամեն մարդկային մտքից Տեր, բայց մենք կանգնում ենք նրա մեջ եւ այն ճաշակում ենք Տեր։ Ինչպես որ ասեցիր քամին որտեղից գալիս է եւ ուր գնում է դա մենք չգիտենք, բայց տեսնում ենք եւ նրա հետևանքը տեսնում ենք։ Նույնպես էլ այս սերը անհասկանալի, բայց միևնույն ժամանակ շոշափելի, միևնույն ժամանակ կիրառելի, միևնույն ժամանակ քաղցր, փառք ես Տեր։ Հանձնվում ենք քեզ Տեր, ինձանից սկսած, յուրաքանչյուրս մեր մարմնի տաճարները, մեր անոթները, մեր հոգի շունչը մարմինը, սիրելի Սուրբ Հոգի, հանձնում ենք քեզ, գալիս ենք քո հզոր ձեռքի տակ, կոտրվում ենք Տեր, այո, եւ խնդրում ենք, որ դու մեզ կառուցես եւ շինես եւ մաքրես եւ բարձրացնես, մեզ տալով այս սիրո ամեն երանգները զգալու, ճաշակելու, կիրառելու, գործելու իրենց 100% կատարելության մեջ, որպեսզի մենք լինենք քո աշակերտները եւ աշխարհը սա տեսնի եւ հասկանա, որ դու հոգիների սիրահար, ոչ մեկի նկատմամբ անտարբեր չես։ Դուր որ մենք էլ լինենք քեզպես, սիրելի Փրկիչ, մաքրիր մեր անոթները եւ անձերը, Տեր։ Ամեն ինչ որ չի բխում այս աստվածային սիրուց, մաքրիր Տեր։ Փառք ես, շնորհակալ ենք։ Օրհնում ենք քո Սուրբ անունը։ Փառավորվես դու մեր սքանչելի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Ամեն եւ ամեն։ Նստեք սիրելիներս։ Ընդամենը շատ արագ 1-2 հայտարարություն եւ հետո նորից հայտարարություն։ Ուրեմն հաղորդությունը մենք կունենանք ապրիլի 17-ին, 5-շաբթի օրը ժամը 7-ին այստեղ։ Երեկոյան ժամը 7-ին։ Առավոտը չգաք։ Եթե առավոտն եկաք 12 ժամ սպասելու եք, դուք գիտեք։ Ուրեմն ապրիլի 17-ին 5-շաբթի օրը ամսվա մեջտեղն անգնում հաղորդությունը։ Ուրեմն այս ուրբաթ օրը, այս եկող ուրբաթ օրը ապրիլի 4-ին ժամը 7-ին 7 PM երեկոյան ժամը 7-ին մեզ մոտ կունենանք փառաբանության պաշտամունք այստեղ, մեզ մոտ հյուր ընկալվելու են, հյուր են գալու մեր սիրելի Ֆրունզ եղբայրը եւ մեր սիրելի Աշոտ եղբայրը։ Ուրեմն հիանալի պաշտամունք է լինելու, բաց չթողնեք։ Եվ քանի որ խոսում ենք նաև այս սիրո մասին, սիրո այս շրջանակների մեջ ենք, մենք այս սերը վերցնում եւ կիրառում ենք մեր կյանքի մեջ. We take this love and then we put into practice. Եվ ինչպես է երևում աստվածային այս սերը։ Առաջի հերթին Աստված ասում, որ մեզ ասեց իմ պատկերով եւ իմ նմանությամբ ստեղծեմ մարդուն, եւ ասում է արու եւ եք ստեղծես նրանց եւ օրհնես նրանց եւ ասեց աճեցեք, շատացեք, բազմացեք եւ երկիրը լցրեք։ Եվ այդ պահից սկսած աստվածային սիրո եւ օրհնության այս պատվիրանքը մարդը կատարում է հավատարմորեն մինչեւ այսօր։ Եվ նման արարողություն այսօր մեր մեջ նաև տեղի է ունենում մեր Ստեփան եղբոր եւ մեր Սուզի քրոջ միջև։ Կխնդրեմ մեր սիրելիներին գան այստեղ բեմի վրա, որպեսզի բոլորը տեսնեն եւ ճանաչեն մի նորաստեղծ զույգ, որոնք որ պետք է նոր ընտանիք կազմեն։ Խնդրեմ, եկեք այստեղ, բարձրացեք բեմ։ Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։
Տեսեք, այդ սիրո մասին մենք որ խոսում ենք, չէ։ Ընտանիքը, marriage, ոչ թե ընտանիքը կներեք, ընտանիքը չէ, marriage, ամուսնությունը։ Միակ վայրն է, որտեղ բոլոր 4 տեսակի սերը կարող է կիրառվել։ Այո, այնտեղ կիրառվում է եւ էրոսը, եւ սա միակ տեղն է, որ պետք է կիրառվի, այնտեղ կիրառվում է նաեւ ֆիլեն, այնտեղ կիրառվում է նաեւ ստորգեն, եւ այնտեղ կիրառվում է նաեւ ագապեն։ Միակ վայրն է, որտեղ բոլոր տեսակի սերը մեջտեղ է գալիս։ Եվ այսօրվա օրով մեր Ստեփան եղբայրը եւ մեր Սուզի քույրը, տեսեք, ներկայացնում են նաեւ Քրիստոսի եւ հարց եկեղեցու այդ խորհրդապատկերն են։ Գեղեցիկ են, չէ՞։ Այն որ ասում են, կույր աշկով մարդն էլ կասի, որ շատ գեղեցիկ են։ Կույր աշկով մարդն էլ պետք է որ ասի, այո, Տիրոջ եւ հարց եկեղեցու նման հարաբերությունը գեղեցիկ է։ Սիրելիներս, նրանք իրենց ընտանիքներով արդեն խոսել են, իրենք իրեր հավանել են եւ նրանք պատրաստվում են իրար հետ ընտանիք կազմելու, բայց մինչև մնացած հետագա քայլերը որ կանցնեն, Ստեփան եղբայրը ինչ որ փոխանակություն ունի անելու Սուզի քրոջը, որպես նշան նրա մատին պետք է դնի այս մատանին, Տեր օրհնի, շատ ուրախ եմ ձեզ համար, Տեր օրհնի, որպեսզի նրանք կարողանան իրար հետ շփվել ազատ, բայց եկեք մենք որպես յուրաքանչյուր ծնող իր զավակի համար աղոթք է անում, բարին է ցանկանում, յուրաքանչյուր քույր, եղբայր իր քույր եղբայրների համար բարին է ցանկանում։ Յուրաքանչյուր ընտանիք իր ընտանիքի անդամների համար բարին է ցանկանում։ Իսկ մենք լինելով Աստծո ընտանիքը, մեր ընտանիքի անդամների համար ցանկանում ենք բարին եւ որն է ամենագերագույն բանը, որ կարող ենք կատարել, կարող ենք աղոթք անել եւ օրհնել նրանց։ Եկեք խնդրեմ կանգնենք աղոթքի եւ օրհնենք նրանց։ Փառավոր Հայր, շնորհակալություն եմ հայտնում մեր սիրելիների համար։ Տեր, գոհանում եմ քեզանից այս որոշումի համար։ Գոհանում եմ քեզանից այս պահի համար։ Գոհանում եմ քեզանից յուրաքանչյուրի համար։ Մեր Ստեփանի եւ մեր սիրելի Սուզի համար։ Փառք ես Տեր։ Այն որ դու կառուցում ես Տեր, թող որ ուրիշ ոչ մի ուժ չկարողանա այն բաժանել Տեր։ Կխնդրեմ քո Աստվածային Սուրբ Հոգով հոսեցնես նրանց մեջ ագապե քո սերը Տեր եւ այնտեղից ուժեղացնես մնացած բոլոր հարաբերությունները, սիրելի Հայր։ Թող որ լինի ամենայն անկեղծությամբ, այն լինի մաքուր եւ ջինջ եւ վճիտ եւ անարատ Հիսուսի անունով։ Թող որ նրանց կյանքը լինի այն փառավոր խորհրդապատկերը Քրիստոսի եւ հարց եկեղեցու։ Թող որ այս ընտանիքը դառնա այն ընտանիքը, որ կլինի օրինակելի, որով դու կարող ես նայես եւ հպարտանաս եւ ասես, ահա իմ զավակները, որոնք սիրում են ինձ այնպես, որ այդ սերը նրանց միջոցով հորդում է թե իրար նկատմամբ եւ թե աշխարհի մեջ։ Փառք ես Տեր, շնորհակալություն եմ հայտնում սիրելի Հայր, փառավոր Փրկիչ, օրհնյալ Սուրբ Հոգի, մեր սիրելիների համար, ամեն եւ ամեն։ Մեկ բան սիրելիներս, այս նույն օրը 18 տարի առաջ, նման ուղիղ 18 տարի առաջ, այս ամսվա վերջի շաբաթ օրը մեր Ստեփան եղբոր ծնողները կանգնած այս նույն գործողությունն էին անում։ 18 տարի առաջ նույն օրը։ 28 Ես ջահելացնում եմ, բայց չեն թողնում։ Լավ, ուրեմն կարող եք գաք առաջ կանգնեք, իջեք դուք ներքև այստեղ կանգնեք, այսքանով մենք ավարտենք, վերջում էլ քաֆի, այնտեղ կունենանք քաղցրավենի, քաֆի եւ այլը, ուրեմն սիրելիներս կարող եք մոտենալ, շնորհավորեք,
Եվ հետո սիրուն այսպես եկեք, շնորհավորեք, այս կողմից դուրս եկեք, անցենք այն սենյակ, որ ընտեղ մենք իրար հետ սիրո հաղորդակցություն իմանանք։ Տերը օրհնի։ Քեզրա եւ քեզ ողորմի բարձրացնի երեսնի քեզ վրա խաղաղություն դա քեզ դերնոշնի քեզ բահի քեզ փայլեցնի երեսնի քեզ վրա եւ քեզ ողորմի բարձրացնի երեսնի քեզ վրա խաղաղություն դա քեզ բարությունը թոնդահութը լինի քեզրա քո որկանցրա քո ոշտանրա սերուները թող տեսնենա բարությունը թոնդահութը լինի քեզրա քո որկանցրա քո ոշտանրա սերուները թող տեսնենա բարությունը թող քայլինա արջևից քո, հետևից քո եւ կողքից քո նա քո շուրջն է, քո ներսում է նա քեզ հետ է եւ ցերեկը եւ գիշերը քո մտքի մեջ քո երկի մեջ եւ սուքի մեջ ծնծության մեջ նա քեզ հետ է նա քեզ հետ է նա քեզ հետ է նա քեզ հետ է նա քեզ հետ է
քեզ հետ է եւ ցերեկը եւ գիշերը քո մտքի մեջ եւ գինը եւ սուքի մեջ ցցության մեջ նա քեզ հետ է 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 Ապրելը